Շատ հետաքրքիր շրջան է, ասեմ ձեզ, երազների հետ կապված, մի հատ էսի մեր խոսում ինձ չխանգարի, օքեյ։ Շատ հետաքրքիր շրջան է, երազները ովքեր որ տեսնում են, ասեմ ձեզ, հիմա երազներով տրվում է շատ մեծ ինֆորմացիա ձեզ, բայց բառերի տեսքով չի ու ուղեղի ինքը շատ ժամանակ չի հասկանում, թե այդ բառը, այդ ամեն ինքը ինչի համար է ստանում, կամ այդ պատկերային, թույլ տվեք թող զգացողական դաշտը ուղղակի ընդունի, թույլ տվեք գիտեք ոնց ձեր հոգին գիտի ինչ է անում, թույլ տվեք թող հոգին վերցնի ու երբ որ այդ երազներից այդ ինֆոն հիմա գալիս է, մենակ ձերը չի անհատական, այսինքն դուք նաև ձեր նախահայրերի, ձեր այդ ռադավոյը, ցեղի բաներն եք տեսնում ոնց է մաքրվում, որովհետև եթե կա ամբողջ տոհմի, ամբողջ ցեղի մեջ մի հոգի, մի անհատ, որ ինքը զբաղվում է իր ճանաչմամբ, իր հոգու հիշմամբ կամ ոնց կարելի ասել էլի, ես այդ հոգևոր ճանաչում չի ինքը իրական, ուղղակի դու ինքդ քեզ ճանաչում ես, ուղղակի գիտեք ոնց է ամեն ինչ մարքեթինգային բառեր է հիմա շատ արագ դուրս գալիս, ու ինչ է լինում, դուք կտեսնեք ոնց է, այսինքն կարմիկ այդ շրջանները փակվում, խորքային, հունիս ամիսը, ասեմ ձեզ, անհատական է ինքը, այսինքն անհատական կոլեկտիվ գիտակցության մեջ է արվում այդ աշխատանքը, բայց անհատապես դուք ձեր իրականության մեջ եք տեսնելու, ամանավանդ կանայք, կանանց մոտ է հիմա շատ տուրբուլենտնess, այդ էմոցիոնալ ու ներսի, որովհետև շատ խորքային այդ մերժվածության դարերի ծրագրերն են դուրս գալիս, բայց ովքեր որ գործ են արի, իրանց համար ավելի թեթև է լինելու, գործ անելը որն է, որ մասնակցել են այս մեր պրակտիկաներին, արել են իրանց աշխատանքը, բացում են իրանց ներսի ճշմարտությունը, ու այդ ներսի ճշմարտությունը այդ այն ֆիլտրն է, որ ձեզ թույլ է տալիս, որ անցնեք ձեր մաքրամաքուր այդ լավագույն զարգացման շրջանին դուրս գաք, ու դա լինում է, հիմա մի փոքր, այսօր ինչի համար ենք հավաքվել, ես կասեմ ձախ ձեռով աշխատանքը, որ պետք է գրեին, ովքեր որ ուզում են իհարկե, թե ինչ էներգիաներով է լցված այդ ձախ ձեռքով կատարելու աշխատանքը, որովհետև ասում եմ ձեզ, բառերից մենք վաղուցանից դուրս ենք եկել, բառերը իրանք օգնել են մեզ, որ մենք ուղղորդվենք աշխարհում 3D մակարդակում գիտակցության, պատկերացրեք գիտակցության շերտեր այս տեսակով, իրանք օգնել են, որ մենք երրորդ 3D այդ գիտակցության հարթակում, այդ գիտեք ոնց մերժման, ինքնամոռացման, տարբեր տեսակ կարելի ասել, այդ մակարդակում օգնել են, որ մենք հաղորդակցվենք, օգնել են, որ մեզ ինչ-որ կողմնորոշում ունենանք կյանքում, բայց հիմա բացվում է մի նոր լեզու, հաղորդակցման տեսակ, որը որ այդ հենց զգալն է, որը որ այդ զգալով տեսնելն է, դրա համար ես կկիսվեմ, թե այդ ձախ ձեռի հետ կապված աշխատանքը, որ ովքեր որ անում են կամ կորոշեն կանեն կամ չեն անի, ինչ էներգիաներով է օգնելու ձեզ, որ հարստացնեք ձեր էներգետիկ մարմինը, հիմնական 4 էներգիայով է հարստացած, ես մի հատ գտնեմ, ու հերթով կանցնենք իրար հետ, ես չեմ կարդա, ուղղակի մաս կասեմ, որը, այսինքն առաջի մաս կա, այնտեղ մեջտեղի հատված ու վերջի հատվածը, այդ որ կա 10 օրվա անելու աշխատանքը ինքը, մի հուշում ասեմ, ովքեր որ սկսել են, ոչ մի օր բաց մի թողեք, որովհետև ես պրակտիկայի ժամանակ էր, այո, որ ես ասացի, որ ինքը 10 օրվա աշխատանք է, այսինքն դուք եթե երկրորդ օրը բաց եք թողում ու նորից ուզում եք հետո շարունակեք երրորդից, կտրվում է այդ աշխատանքը, դրա համար բաց մի թողեք, ովքեր որ բաց են թողել, ոչինչ, գնացեք նորից սկզբից արեք, ձեր համար եք անում, շատ հետաքրքիր աշխատանք է ինքը, շատ հզոր 4 էներգիայով է հարստացած, ու մենակ 4 էներգիա չի, որ դուք ուղղակի լցվեք այդ էներգիաներով ու չիմանաք ինչ անեք, բացվելու է, բոլորդ էլ իմանալու եք ինչ եք անում, հիմա փոխվել է լեկցիաների դարը, որ դուք գաք ստեղ լեկցիա լսեք, ինֆորմացվեք ու գնաք, օքեյ, ինֆորմացիան դա ձեզ ոչինչ չի տա ձեր առօրյայում, որովհետև ուղեղը շատ ավելի հզոր է, շատ ավելի արագ է, քան պատկերացնում եք, ուղեղ ասելով այն հենց 3D գիտակցության ներսում գտնվող ուղեղը, որը որ հասունացել է այն աշխարհում, որտեղ որ իրան մերժել են, որտեղ իրան ցույց չեն տվել իր արժեքը, անընդհատ ինքը գտնվել է այն շրջապատներում, որ ձևականորեն մարդու համար է ստեղծված եղել,
բայց ներսի այդ մաքուր հոգու համար ինքը շատ տանջալի միջավայրներ է եղել։ Դա կլինի ընկերական շրջապատ, հարազատների կլինի, դա ամուսնություն, դա տարբեր տեսակի հարաբերություններ, ու ինչա լինում, երբ որ ուղեղը սկսում է տեղից դուրս գալ, էգո համակարգը, այսինքն էգոն, որը որ ձևավորվել է այդ գիտակցության վրա, ինչ է անում, ինքը շատ ամուր բռնվում է, որ հանկարծ չբլվի, հանկարծ ինքը չի ուզում, որ դուք ճանաչեք այդ ծրագրերը, ոչ թե չի ուզում, որ ինքը ուրիշ բան է ուզում, այլ ինքը չի անողը, հասկանում եք, էգոն չի, որ պետք է օգնի այդ ուղեղի ծրագրերից դուք կարողանաք ազատվեք, չէ, այլ տրանսֆորմացնեք, այդ ձեր ուժը տեղից հետ վերադարձնեք, ու տեղից է բացվում ձեր կյանքի այն ուղին։ Ես ինչի համար եմ սկսել ես կիսվել ես ամեն ինչով, ինչի համար եմ, ասենք YouTube-ում գցում ես վիդեոների հատվածներ կամ ինչ որ ինքնազրույցներ կա, արդեն այդ նոր շրջան է սկսվում։ Ինչի համար է արվում։ Ես ուղղակի ուզեցել եմ այն մարդիկ, ովքեր որ իրենց հոգում այդ ներսում պահել են ինչ-որ մի լույսի հատիկ դեռ, ու չեն մոլորվել այսօրվա աշխարհի իրականության մեջ, այն աշխարհը, որը այն հակահամակարգը, որը որ ամենձև մարդկանց տանում է անկարողության ճանապարհով ու կտրում է իրենց կապը իրենց ներսի աշխարհի հետ, ամենձև արվում է, որ մարդը իր ներսից հանվի դուրս, այսինքն դրսում հաջողություն, դրսում հանգստություն, դրսում, ու այդ կերպարով մարդը ինքը կտրվում է իր ներսից։ Ու անընդհատ թվում է, թե դրսում է գտնվում այդ հաջողությունը, դրսում է գտնվում այդ ուրախությունը, բայց դա այտենց չի։ Ես երկար տարիներ եմ պատրաստվել այս ամեն ինչին կիսվելու համար, նորից չասեմ, 7 տարեկանից այդ բանը եղել է առաջի արթնացման, որ հասկացել եմ որտեղ եմ գտնվում, ինչ վիճակում, ինչ տեսակ մերժումների մեջ են գտնվում իմ կողքի մարդիկ, շրջապատը, աշխարհը, բայց երկար տարիներ է պահանջում, որ այդ ռուսերեն մի հատ լավ բան կա, внутренний стержень ունենաս, որ կարողանաս նախ առաջինը դու ինքդ քեզ հաղթես, դու քեզ ոչ թե հաղթես պատերազմելու միջոցով, այլ ինքդ քեզ հաղթես այդ փոխվելու այդ հնարավորություն տալու։ Ու ես ուզեցել եմ, որ ես հենց լինեմ այն առաջի մարդը, որ գիտեք ոնց խոնարհ ձևով կգամ կներկայանամ մարդկանց, եղբայրներին, քույրերին, ես ոչ մեկի թիկունքին չեմ կանգնած, ոչ մեկի առաջից չեմ գնում, ես ձեր կողքով եմ քայլում, ես ձեր ամենայն մոտիկ կողակիցն եմ, ուզեցել եմ ես ցույց տամ, որ փոխվել հնարավոր է, ու հնարավոր է դա միայն ինքդ քեզ հիշելու տարբերակով, ինքդ քեզ հիշելու քո ներսի այն լավագույնը, որը որ քնեցվել է հենց երեխա ժամանակվանից, ու ինչ է, նայեք, մենք աշխարհ ենք գալի, չէ՞, այստեղ այս մոլորակ ու այսինքն եկեք խաղի տեսքով պատկերացնենք, որ կամ ինչ որ խաղ, որ սկսում ես խաղալ, ինչ որ օրենքներ բացատրվում է, չէ՞, քեզ ինչ որ բուկլետիկ են տալի, որ դու իմանաս, այսինքն էս է անում, էս կոճակը սխում ես, էս է անում։ Երկի մոլորակը տենց խաղ չի, ստեղի կյանքը, ինքը լրիվ անորոշության մեջ է դիտակ երեխան զարթնում, ու ինքը միմիայն իր աղբյուրը լինում է իր ծնողներ, շրջապատ, երկիր, պետություն, տարբեր, այսինքն ու ինչն է, այդտեղ արդեն գալիս է նորություններ, սոցիալական կայքեր, հիմիկվա բանով ասեմ, էլի, ֆիլմեր, սերիալներ, մուլտիկներ, էլ ինչեր կա, հաղորդումներ, հումորային հաղորդումներ, ու այդտեղ անհատը ձևավորվում է ինքը, էդի ոնց որ մեր ստեղի բուկլետիկն է առնում կյանքի կողմնորոշման, այսինքն մենք դրսից ընդունում ենք, որ ընկերությունը այս ձև է, օքեյ, մենք էլ ենք, սկսում ենք նմանվել այդպես, մոռանալով մեր ներսի այդ զգացողական դաշտը, այսինքն դու որ գտնվում ես մի շրջապատում ու քեզ չկա այն հավասարաչափ հարգանքը, չի փոխանցվում, բայց քանի որ դրված է այդ ծրագիրը ընկերության կամ այդ շփման այդ հարաբերության, դու դե դիմանում ես ու ինչ ա լինում, ինքդ քեզ մերժումով, ու սկսում է այդտեղ ագրեսիա, սկսում ես դու այդտեղ քեզ մոռանալ, քո հոգին նեղանում է քեզնից, սկսում է մարմինդ ինքը փոքրանալ ներսից, անընդհատ լարված, ու բոլոր տեսակի, մենակ ընկերության չէ, կլինի դա աշխատանք, կլինի դա կյանքի զբաղմունք, կլինի դա սպորտաձև, եթե դա չի գալի ներսից, սրտից, ու այդտեղ դուք հաճույք չեք ստանում, ուրեմն այդտեղ մերժում կա ինչ-որ։ Եթե ինչ-որ բանով զբաղվում եք ու դուք դրա համար պետք է պատրաստվեք, որ դուք զբաղվեք, այլ ոչ թե դուք առաջինն եք ուզում դա անեք, ուրեմն այդտեղ ինչ-որ
էգոն ինչ-որ խաղ խաղում, ներս նայեք։ Հիմա անցնենք, ասեմ ձեզ, այսօր հարց պատասխան է, ինձ կարակ ամեն վայրկյան հարց տակ։ Ես ամեն անգամ ձեզ հիշացնում եմ դրա մասին, որ ձեր հարցերը մի պահեք, ամենավերջում որ սկսեք տալը։ Հիմա ընթացքում տվեք, սա զրույց է, սրտից։ Մի հատ հիմա գիտեք ինչ եկեք անենք, մի հատ խորը շունչ քաշեք բոլորով, քթով քաշում ենք դեպի փորի հատված, շնչում ենք, հետ եկեք մարմին, ձեր ակտիվ միտքը հիմա այն փախնող միտքը բերեք ներս, ասեք որ ապահով է։ Հիմա այս ժամանակը, այս մի ժամ տվեք ձեզ, եղեք ներկայում, մի հուշում ասեմ, մի մտածեք, որ պրակտիկաների ժամանակ այդ ավելի լավ էներգիայից, ավելի լավ տեղից եմ ես խոսում, քան այս զրույցների ժամանակ։ Ամեն ինչն է պրակտիկա, երբ որ դուք կհասկանաք, որ այդ ովքեր որ զբաղվում են հիմա պրակտիկաները, ովքեր որ առաջին անգամ են զբաղվում, դուք այնքան ժամանակ եք դրանք անելու, մինչև ձեր գիտակցությունն ու մարմինը պատրաստ կլինի, որ կհասկանա, որ իր պրակտիկան ամբողջ կյանքն է, ու դուք դուրս կգաք, այսինքն որտեղ է լինում այդ ցածր էներգիաները որտեղ է, այսինքն որտեղ է գտնվում այդ բամբասանք, ուրիշների կյանքին անդադ խառնվել, անդադ ներսից ինչ որ այդ վեկտորներ կա էներգիայի հոսքեր, որ մարդը այդ անդադ չգիտի որտեղից կա։ Այն ժամանակ, երբ որ ձեր կյանքը ձեր համար ամենահետաքրքիրը չի։ Եթե ձեր կյանքը ձեր առօրյան կլինի ամենահետաքրքիրը ու դուք կտաք ձեզ համապատասխան էներգիաները, այդ ժամանակ դուք ժամանակ չեք ունենա ու դուք միանգամից կհասկանաք, որ վայ կեղտոտվեց էներգիաս, իմ դաշտը կեղտոտվեց։ Այդտեղ է բացված այդ ներսի տեսողությունը, այդտեղ է բացված այդ զգալը։ Ու այդ է թույլ տալիս ձեզ, որ օրեցօր ձեր կյանքը լավացնեք, օրեցօր ձեր կյանքը փոխեք։ Այդտեղ է աշխատանքը։ Ես ինչքան որ ուզենամ ձեզ հիմա պրակտիկաների ժամանակ ձեզ փոխանցում եմ ես այդ ամեն ինչը։ Հոգու մակարդակում է լինում ձեր հոգու հետ զրույցի ժամանակ է լինում, ձեր գիտակցության շերտը ընդլայնվում է։ Բայց պատկերացրեք, ես հիմա խոսեմ, ասենք վզի հետ, վզի վարժանքի մասին։ Ու դուք մենակ լսեք։ Ես ասեմ, որ դա պետք է անեք, ովքեր իմ այդ վարժանքներ արել են, իմ մոտ վարժանքը լինում է մինիմում 100 հատ։ Այսինքն եթե պետք է մենք ինչ որ վարժանք անենք, ես չեմ անում դա 10 հատ, 8 հատ, այտենց սեթերով չի։ Արվում է մինիմում 100։ Ու ձև կա, դա մենք կանենք։ Ու ինչ է լինում։ Եթե մարդը դա չի անում, ինչքան ուզում է թող ինձ լսի, ինչքան ուզում է թող անցկացնի այդ պրակտիկաները։ Իր մոտ ինքը երբեք չի հասկանա, ես այդ որ հատվածի մասին եմ խոսում, որ հատվածով եմ ասում շնչեք, որ ներվային համակարգերն է այդտեղ, որ հյուսվածքներն է աշխատում։ Հասկանում եք, չէ՞, ինչն է այդտեղ տարբերությունը։ Այսինքն ոչ թե լսելը, ոչ թե ինֆորմացված լինելը, հիմա այնքան մարդ կա ինֆորմացված, մանավանդ այս YouTube տարածքը այնքան արագ է, ու այնքան լիքը մարքետոլոգներ կան այդտեղ, որ սովորում են հոգևոր ինչ որ բառեր, ինչ որ արտահայտություններ, ու թութակի նման կրկնում են։ Բայց երբ որ դուք ներսի տեսողությամբ տեսնեք, կհասկանաք, որ բան չկա, հասկանում եք, կապ չկա, ինքը չգիտի ինչ որտեղից է խոսում, այսինքն աղբյուրը ինչ որ ստեղից վերջացած է, փորձի վրա հիմնված չի։ Այսքանը։ Հիմա այսինքն հասկացեք ով է ձեր ներսի անողը, ով պետք է անի։ Ու ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ ինձ YouTube-ով լսում են, ովքեր լայքում են, ովքեր կոմենտներ են գրում, ովքեր չեն լայքում, ովքեր կոմենտներ չեն գրում, ովքեր չգիտեն ինչ կոմենտ գրեն, շնորհակալությունը սիրով ընդունվում է իմ կողմից։ Գիտեք ոնց, հիմա այս դաշտը նոր է բացվում այս լիքը մարդկանց համար։ Այն որ sense բացում նայում են դուռը, հետո գնում են։ Ես նաև ներողություն եմ խնդրում հենց սկզբից այն մարդիկ, ովքեր որ դեռ ուզում են թաքնվեն այդ ծրագրերի տակ, ու ես հանդիպում են ինձ, որ բարձրաձայնվում է, ու իրանց մոտ տրիգեր է լինում, իրանց մոտ այդ կպնում է, հասկանում եք։ Եթե մտածում եք ձեր դաշտը այդքան մաքուր է, բայց ինչ որ բան կպնում է ձեզ, կապ չունի ինձնից չէ, կլինի հարազատ, կլինի դրսի մարդկանցից։ Ուրեմն դեռ ինչ որ բան կա, որ կպնում է իրան, ինքն է սկսում է ինչ որ ագրեսիա կամ տարբեր տեսակի զգացմունքներ ունենալ։ Ներս նայեք, ներսում մեծ բանալիներ ունեք, որ իրանք կմնան կախված ամբողջ կյանքի ընթացքում։ Մի բան էլ ասեմ ու անցնենք արդեն այս պրակտիկայի հետ կապված այդ 4 հիմնական էներգիաները ասեմ, ձեր ինչ է տալու, որ կատարեք։
Ես որ երկար ժամանակ այդպես ստացվեց, որ ես աշխատեցի հենց տարեցների հետ, բավական հենց տարեց 85, 90, 70, այդ տարիքային էլի մեծահասակների հետ ու խորքային ինչ հասկացա, որ բոլորն էլ այդ տարիքում հասկանում են, որ լիքը բաներ ունեն իրենց կյանքում ու չեն արել, չեն փորձել, ախեցել են ու իրանք միշտ ինձ այդ ոգի շնչում էին, որովհետև հենց ֆիզիկական իրանց վարժանքների, իրանց օգնում էին, ասենք հետվիրահատական, տարբեր էլի ինչ որ բաներ, հետվիրահատական, որ իրանք ճիշտ լինի իրանց բուժումը կամ այդ կոնքի միացումը, տարբեր էլի ծնկներ, ում հետաքրքիր է գիտեն։ Ու ինչ է լինում, իրանք որ խոսում էին այն բաները, որոնք որ արել էին, ու այդ ժամանակ իրանց աչքերը փայլում էր, իրանց էներգետիկ դաշտը փոխվում էր, իրանք մոռանում էին այդ պահին իրանց ցավի մասին։ Այսինքն, այն ներսի անողը, ով ինչ որ բան արել էր, ինքը դեռ արթուն սպասում էր, որ ինչ պետք է լինի հաջորդը։ Այսինքն, այդ ներսի կրակը պահելու համար դուք պետք է իմանաք ձեզ ինչն է հետաքրքրում, այդ ցավ պետք է գցեք այդ կրակին անընդհատ։ Բայց ոչ թե վազեք, որ հիմա հետաքրքիր չի, հետո ավելի լավ է, դա չէ, դա արդեն ուղեղից է լինում։ Այլ հիմա ինչ կա սկսեք ընդունել ձեր կյանքում, ինչքան է մոլորված վիճակ է, ինչ վիճակ ուզում է լինի։ Միայն դուրս գալը լինում է ընդունելով այդ վիճակը։ Ու ովքեր որ գնում են այս զարգացման ճանապարհով, ովքեր ուզում են իրանց ուժերը, իրանց ունակությունները բացվի, անգլերեն ասում է guess what, գուշակեք ինչ, դուք սենց տենց անցնելու եք փլուզման միջով, բայց չի փլուզվում այն մաքուրը, ով ձեզ պետք է, փլուզվում է այն էակը, ով իրան պետք չի էլ այդ ամեն ինչը։ Ու փոփոխություն, որ ուզում եք ձեր կյանքը փոխվի, ու փոխվում է ամեն ինչ, փոխվում են շրջապատ, փոխվում են ձեր մարդիկ, կողքի մարդիկ, փոխվում է ինչի է փոխվում։ Ու ովքեր չեն փոխվում ձեր կյանքից, չեն փոխվում այն մարդիկ, ովքեր որ ձեզ ընդունել են հենց ոնց որ դուք կաք, ձեզ ընդունում են այդ պահին, թե դուք ինչով եք զբաղվում, ընդունում են ձեր սննդակարգով, ձեր առավոտվա պրակտիկաներով, իրանք ուղղակի ձեզ ընդունում են եւ վերջ։ Իրանք չեն ընդունում, որովհետեւ ինչ որ արժեքների համար։ Դա 3D մակարդակում է, որ լավ ավտո ես քշում, ընդունում են, վատ ավտո ես քշում, ասես բաներ այնտեղ հասկանում եք, ինչ որ սահմանափակումներ կան, դա որոշած է ամեն ինչ մարդկանց համար։ Այնտեղ sense է, եթե կա A, ուրեմն պետք է լինի B։ Այնտեղ չկա որ անել բնել հենց այդ ամբողջական այդ անհատն է, ինչի համար դնենք երկակիության մեջ մարդու։ Իսկ ովքեր որ գնում են ձեր կյանքից, թողեք թող գնան, թողեք թող իրանք սիրով գնան, սիրով ճանապարհեք, ինչի, որովհետև այդ մարդիկ դեռ աշխատանք ունեն կատարելու, ոչ թե ինչ որ մենք հիմա էգոից խոսանք, որ մենք բարձրանում ենք իրանք, ոչ, հարգեք բոլորի զարգացումը, բնության մեջ չկա, չէ, որ ինչ որ թեք ծառը ուղիղ ծառից նեղանում է, չկա տենց բաներ, հասկանում եք, այնտեղ ընդհանուր իրանք ընդունում են այնց ոնց որ կա։ Այսքանը։ Հիմա գնացինք պրակտիկայի հետ կապված, նայեք, առաջի հատվածը օր 1, օր 2, օր 3, օր 4, ինչ է լինում։ Ձեզ թույլ է տալիս, որ մարմնում դուք զգաք ապահովություն, հետ վերադառնաք մարմին, որովհետև ակտիվ միտք է, ասեցի ձեզ, հակահամակարգի կողմից ամեն կերպ ուղղված է եղել այդ բոլոր ուժերը, որ ձեզ հանեն դուրս մարմնից, որ դուք մտքով անընդհատ թափառեք ինչ որ անցյալ, ապագա, երազանքներ, անընդհատ ինչ որ բանի մասին մտածեք, բայց հիմա չմարմնավորվեք ձեր արմատավորված, միացած չլինեք ձեր էներգիային, ձեր մարմնի։ Ինչի համար, որովհետև դա կսկսեք զգալ, իսկ երբ որ մարդը անհատը սկսում է զգալ, ինքը շատ լավ սկսում է տարբերակել որտեղ է իր համար լավ, որտեղ է իր համար վատ, ու ինքը չի սկսում էլ հարմարվել, զգալու հետ բացվում է իր ուժերը։ Այսինքն առաջինից 4-ը, որտեղ օրինակ նայեք, իմ շունչը նորից ինձ բերում է ինձ կենտրոն։ Կենտրոնը դա այս հատվածն է, որտեղ որ մեր ամբողջականության տեղն է, մենք մի ընդունեք ձեզ որպես հիմա մարդ, էներգիաների լեզվով հասկացեք, կենտրոնից է արվում աշխատանքը, ձեր ուժը բացվում է ստեղից։ Միտքը ակտիվ ստեղ է լինելու երկար ժամանակ, երբ որ կարողանաք, մենք առաջիկայում ունենալու ենք պրակտիկա հենց ձայնի հետ է ասել աշխատանք, բայց ձայնի հետ աշխատանքը այս տեսակ չգիտեմ ոնց պետք է անենք, այսինքն օնլայն տարբերակով, կամ կհանդիպենք
կունենանք կենդանի հանդիպում, այսինքն ովքեր որ կուզեն մասնակցեն, հենց ձայնի հետ կապված, կամ կանենք Zoom տարբերակով, որ պետքա վիդեոները միացրած լինի, որ տեսանելի լինի, ով ոնց է անում է ձայնի բացման վարժանքները, ու ինչա լինում։ Հիմա անցանք առաջ, այսինքն ինչ պրակտիկա ենք ունենալու մտքի հետ կապված, որ ինչն է ասում, չէ, ստեղ է գտնվում մարդկանց կենտրոնացումը, վազում է անընդհատ ստեղով, ինքը անընդհատ վազում է, այդ ոնց բերենք ներսի աշխարհ, ոնց բերենք մարմնավորենք, որ մարդը ինքը հասկանա, օքեյ, ես նստեցի սա սովորելու, ես սա սովորեմ, որովհետև շատ մարդիկ իրանք չեն հասկանում, որ իրանք են սովորողը, այդ նոր բանը, իրանք կյանք բերողը, սպասում են ինչ-որ տեղից պետքա դա լինի, այդպես չի լինում, ինչի համար, որովհետև դպրոց, այդ տեսակ համակարգերը մերժումով է մարդը, դիմանալով է ինքը անում այդ ամեն ինչը, ու ինքը մտածում է իր կյանքն էլ, որ կարգավորվի լավագույնը գա, այդ էլ պետք է այդ տարբերակով արվի, ոչ, այդ տարբերակով չի արվում, ուղղակի պետքա բացվի ներսի այն մի հատ բառը կա, ուղղակի էգոն ինքը չի սիրում, ահա որ ինքը խեղդվում է այդ բառից, գիտեք որ բառն է դա, ես չգիտեմ, այդ բառը ինքը անընդհատ ձեզ sense պլստացնում տանում է, որ հանկարծ չասեք ներսում, որ ես չգիտեմ ինչ եմ ուզում հիմա, ես չգիտեմ ինչ ուղղություն ընտրեմ, ու չեք մնում այդ ես չգիտեմի հետ, անընդհատ ինքը ստեղծում է ես գիտեմ, կաստիլների տեսքով, որ դուք անընդհատ բռնվելու տեղ ունենաք, որովհետև այդ ուղեղը ինքը այդ համակարգը, որ ինքը արագ ուզում է անուն տա, ու ինքը բռնվի այդ անունից, ինքը չի կարողանում մնա անորոշության մեջ, որովհետև անորոշության մեջ քանդվում է բոլոր այն վախեր, ինչ հակահամակարգի կողմից ինչ ծրագրեր կա, ներկայում լռության մեջ ու սկսում է տեսնել հոգին։ Կարող է սկզբից ուղեղը չի հասկանում, այսինքն գիտակցական մակարդակը ինքը չի հասկանում դա ոնց է տեղի ունենում, բայց դա անելու ընթացքում մեկը կտեսնեք, որ բացվում է։ Սկզբում ես ձեզ ինչ ասացի, ես կիսվում եմ իմ փորձով փոփոխվելու, ես ինքս գտնվել եմ բոլոր էգոյի համակարգերի մեջ, ես ինքս հենց խրված եմ եղել այդ ամենի մեջ, բայց դա չի նշանակում, որ մարդը այդ ամեն ինչի մեջ խրված չի կարող դուրս գալ։ Կարող է եւ հնարավոր է։ Կարող է եւ հնարավոր է, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն ես ինչպիսին եմ եղել ու ինչպիսին եմ հիմա, ու մաքուր։ Ու ասեմ ձեզ, գիտեք բանը որն է այդ մաքուր բառը, որ ես ընդեղ եմ իմացել այս ամեն ինչը, ներսից մարդիկ հիմա գիտեն այդ ամեն ինչը, բայց այդ մասսայական խմբային այդ կոլեկտիվ գիտակցության խորացած այդ գիտեք որն է, հարգանք, պատիվ, այդ տեսակ ծրագրերը մարդկանց խեղդում ու պահում են հենց այդ ուղեղի բանտի մեջ, չեն թողում որ այդտեղից դուրս գա։ Լավ բառեր չէ, ասեցի, հարգանք, պատիվ, հավատարմություն, բայց դրանք չեք իմանում էներգետիկ իրանք ինչ ձևով են խայտարակած։ Ուսումնասիրեք բառերի արժեքները, կտեսնեք։ Okay, հիմա գնացինք 5-6-7 կետերը, նայեք, իմ էներգիան իմն է, ես սիրով վերադարձնում ինձ բոլոր մասերով, այսինքն, սա ուղղակի բառեր չի, ինչի համար եմ ասում, սա հատուկ էներգետիկ կառուցվածք ունի այս գրածը, որ մենք ծախ ձեռով անենք, որ ինքը օգնի դուք վերադառնաք անընդհատ ձեզ, ու անընդհատ բոլոր տեղից վերադարձնեք ձեզ, ինչ է լինում, այսինքն երբ որ դուք առօրյայում աշխատանք եք կատարում կամ ինչ-որ զրույց, ու զգում եք, որ դուք համ խոսում եք, համ արդեն ցրվել եք ամբողջ աշխարհներով միտքը վազում է եսի ուր, նորից հետ վերադարձնի ձեր կենտրոն, բոլոր մասերով, ու ինչ է արվում, հիմա նայեք, առաջի մասը, որ դուք անում եք, այսինքն հակառակ ձեռքով, այսինքն ով աջլիկը անում է ձախով, ով ձախլիկը անում է աջով, ինքը ինչ է օգնում, առաջինը օգնում է ձեզ գալ մի հատ ներկա վիճակ, որովհետև դա ավտոմատացված չի արդեն ձեր համակարգի մեջ, թույլ է տալիս, որ դուք սիրուն քայլելով կարողանաք անցնեք ձեր այն ակտիվ միտքը, որը որ անընդհատ զզում է շեղի, ովքեր կատարել են այս աշխատանքը արդեն հասկանում են, թե ինչ է տեղի ունենում իրենց մարմնի հետ, գրելու ընթացքում դուք անընդհատ ուզում եք վերջացնեք, անընդհատ ուզում եք շուտ վերջանա, շուտ բրծնի, որ ինչ, որ ուր գնաք, ինչ որ ավելի լավ վիճակ կա, քան այդ վիճակները տեսեք։ Հասկանում եք ինչի համար արվում է այս աշխատանքը։ Դուք անում եք, որ դուք ձեզ սկսեք տեսնել։
Ես ինչքան որ ձեզ տեսնեմ ու ձեզ տեսնեմ ամբողջ ձեր դաշտով, իմ տեսնելը ձեր կյանքում չի փոխում։ Ինքնուրույն, երբ որ մնում եք մենակ, այդ ժամանակ չի օգնում ձեզ։ Դուք եք ձեզ օգնողը։ Այսինքն առաջի կետը, երբ որ օգնում է, որ դուք շրջանցեք ձեր ակտիվ միտքը, գաք ներկա վիճակ։ Երկրորդը դա հենց բանն է, հողանցում կատարված, այսինքն մարմնավորվեք մարմնում, կարողանաք մնալ մարմնում, չփախնեք էլ ձեր մարմնից։ Ամենաթանկ բանը, որ կա մեր երկրի վրա, դա հենց մեր մարմինն է։ Մարմնից մարդկանց հանել են դուրս։ Բոլոր հնարավոր տարբերակներով։ Հիմա հաջորդը ինչա լինում։ Կբացվի ձեր հոգու հիշողությունը, որովհետև տեսեք, երբ որ ստեղ կա, չէ, ես վստահում եմ իմ ներքին իմաստությանը, այն խոսում է լռության միջով, ու ինչա լինում, ու այնտեղ շարունակություն կա, չէ, ինչ ձայնով եւ այլ, չաթում կա դրած։ Սա ինչա օգնում ձեզ, որ դուք ձեր ներսի ձայնը, որը որ ձեզ միշտ օգնում է, որ ասում է, ընկեր, հիմա է ժամանակը անելու։ Մի հատ էլ ուրիշ միտք կա, որ ինքը անընդհատ cancel է անում, ինքը միանգամից մերժում է այդ միտքը։ Արագ, շատ արագ, ու ձեզ թվում է դա հենց դուք եք, այսինքն համ ուզողը, համ չուզողը դուք եք, ոչ, չուզողը դա գալիս է մերժումից, գալիս է այն մանկությունում, հիշում եք, որ ասեցի երկրի վրա առանց բուկլետի ենք մենք ծնվում, չգիտենք, մեզ օրենքներ չեն բացատրվում, հասկանում եք, մեզ չկա, ինչ որ չեն ասում, գիտես ինչ կա, ընկեր, էսի անում ես, հետո այդ, չկա, դու մեծանում ես ու քեզ ասում են, որ դպրոց համալսարան հաջողություն, հասի հաջողության, թե ինչ ձևով են հասնում մարդիկ, վառվելով, հետո ինչ որ բան են ունում ու չգիտեն էդի ոնց վայելեն։ Այն մարդիկ նաև, ովքեր որ ունեն այդ ամեն ինչը հիմա։ Հիմա անցնենք մնացած վերջի 3 կետերի, այսինքն 7-րդ կետը ինքը 6-7-ը ինչ անում, տեսեք ինքը ասում է ընտրում եմ մնալ ամբողջովին ներկա, ինչ է նշանակում մնում եմ ամբողջովին ներկա, նաև այն էներգիաները, որ գալիս է, որ դուք մտածում եք, վայ, էս իմը չի, այսինքն ես տխրություն ոնց կարամ զգամ, ես գնում եմ, չէ, որ բան հոգևոր զարգացման ճանապարհով, դա իրավունք չունենք, չէ, տխրություն զգա, դա հենց հոգևոր էգո համակարգից է ձևավորված, որոնք որ մի մտածեք, հակահամակարգը չի կարող այդ հոգևոր մարդիկ ստեղծի ու ձեզ բերի ու անդադար դուք լսեք իրանց, կլինի տարբեր հարթակներով, ֆիլտրեք, ձեր սրտին հարցրեք։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Գալիս ենք վերջի 3 կետերը, չէ։ Ու ինքը թույլ է տալիս, որ ձեր ուժը բացվի, ձեր ուժը, ձեր ներսի կրակը ինքը արտանա։ Ինչի համար եմ ստեղա ձեր ներսի կրակը, էներգետիկ ձեր ձեռքերը դրեք ստեղ, նստեք, շնչեք, ստեղա բացեք։ Վերջի 3 կետերն էլ օգնում է ձեր ուժը ինտեգրեք ձեր մարմին, ձեր բջիջներ ու կարողանաք դուք հենց շողալ։ Վերջում տեսեք հենց գրած է ես ընտրում եմ շողալ։ Որտեղ որ հասկանում եք ինչ որ մերժում կա, կապ չունի ում կողմից։ Կլինի դա մարդիկ, որ շփվում եք կամ ձեզ չեն լսում կամ ինչ որ բան, ուրեմն այդ պահին դուք ձեզ չեք ընտրում։ Ուրեմն այդ պահին դուք ձեր լույսը փոքր ուզում եք հարմարվեք այդ ձեր լույսին։ Ուզում եք չասեք, ընկեր, ես գիտեմ ինչից եմ խոսում, այսինքն ձեր ճիշտը, ոնց որ ուզում եք ինքը բանը լինի, ասենց իջնի։ Ուզում եք հարմարվեք, ուզում եք, որովհետև տենց է եղել, դուրեկան լինելու ծրագիր կա խորքային։ Ինչի, որովհետև մարդը, ով ուզում է, որ ինքն էլ իրան էլ տեսնեն, ընդունել լինի, այդ անընդհատ տալու գաղափարով է, որ ոնց կլինի, ես պետք է անընդհատ տամ, անընդհատ պետք է սենց, անընդհատ պետք է նենց, ու դա ինչ է անում, ձեր լույսը փոքրացնում եք, դրա համար հետո վատ է լինում ձեր մարմնում։